Ռուսական գազի կինը Հայաստանի համար ավելի քան արտոնյալ է, սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, խոսելով ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին։ Պեսկովը հիշեցրել է պաշտոնական Երևանի հայտարարությունը։ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահեցրել էր, որ Հայաստանը լիարժեքորեն մնում է ԵԱՏՄ անդամ։ Սեպտեմբերի 26-ին Կրեմլում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Փաշինյանը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունում ներգրավվածությանը զուգահեռ Երևանը զարգացնում է իր հարաբերությունները նաև արտաքին քաղաքականության այլ ուղղություններով, մասնավորապես Եվրոպայի հետ։ Պեսկովը շեշտել է, որ Հայաստանը Ռուսաստանի ընկեր երկրների թվում է եւ կողմերը գտնվում են ամենաառաջադեմ ինտեգրացիոն գործընթացում։ Մամուլի քարտուղարը եւս մեկ անգամ հիշեցրել է ԵԱՏՄ հանձնաժողովի նիստին Նիկոլ Փաշինյանի չմասնակցելու փաստը ընտրաշավի պատճառով։ Արտասահմանում ձերբակալված իր քաղաքացիներին պաշտպանելու համար Ռուսաստանը կօգտագործի իր զինուժը, այդպիսի օրենք է ստորագրել Դաշնության նախագահը։ Այն իրավունք է տալիս ներգրավել ռուսական բանակը արտերկրում օտարերկրյա դատարանների որոշմամբ ձերբակալված ռուսաստանցիներին պաշտպանելու համար, եթե այդ գործընթացը իրականացվել է առանց Ռուսաստանի մասնակցության։ Զինուժը օգտագործելու որոշումը կայացնելու է երկրի ղեկավարը։ Օրենքի հեղինակները նշել են, որ դրա գլխավոր նպատակը ոչ բարեկամ երկրների անօրինական գործողություններից Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանելն է։ Նմանատիպ օրենքներ ունեն աշխարհի գրեթե բոլոր գերտերությունները՝ ԱՄՆ-ն, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան։ Ռուսաստանը կոչ է արել Ուկրաինայում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին եւ դիվանագետներին անհապաղ լքել Կիևը, զգուշացնելով մայրաքաղաքի ուղղությամբ նոր հրթիռային հարվածների մասին։ Հարվածներն ուղղված են լինելու Ուկրաինայի պետական, ռազմական եւ անվտանգային գլխավոր կառույցներին, դրանց կառավարումը խաթարելու նպատակով։ Պաշտոնական Կիևը հորդորել է խուճապի չմատնվել, Դաշնության հայտարարությունը որակելով որպես տեղեկատվական հոգեբանական ճնշում։ Իշխանությունները հավատացրել են, թե մայրաքաղաքի հակաօդային պաշտպանությունը հուսալի է օդային տագնապի դեպքում անպայման պատասպարվել ապաստարաններում։ Ռուսաստանի արտգործնախարարը ԱՄՆ պետքարտուղարին տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը սկսում են համակարգված հարվածները Ուկրաինայի զինուժի կողմից օգտագործվող օբյեկտներին, որոնք գտնվում են Կիևում, հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Մասնավորապես նշելով, որ մայիսի 25-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Սերգեյ Լավրովի եւ Մարկո Ռուբիոյի միջև։ Վերջիններս վերահաստատել են փոխադարձ տրամադրվածությունը, չնայած հայտնի տարաձայնություններին ակտիվացնել ջանքերը միմյանց տարածքում Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքային պայմանների կարգավորման ուղղությամբ, նշվում է հաղորդագրության մեջ։ Թրամփից ապա Պուտինից հետո հիմա էլ Չինաստանը մեկնել Պակիստանի վարչապետը։ Այդ երկիրը ակտիվ ներգրավված է Իրան-ԱՄՆ բանակցություններում։ Սի Ցզինպինը բարձր է գնահատել Պակիստանի ջանքերը, գովաբանելով երկրին նախաձեռնողական ոգի դրսևորելու եւ Մերձավոր Արևելքում խաղաղության վերականգնմանը միջնորդելու համար։ Մուհամմադ Շաբազ Շարիֆն ասել է, որ Իրան-ԱՄՆ բանակցությունների հարցում պատրաստ է իր գործողությունները սերտ համակարգել Չինաստանի հետ, համատեղ նպաստելով համաշխարհային խաղաղությանն ու կայունությանը։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին թեթև վնասվածքներ է ստացել դեմքի, գլխի եւ ոտքերի շրջանում, հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության տեղեկատվության կենտրոնի ղեկավարը։ Նա նշել է, որ սկզբում ենթադրվում էր, որ նման ռմբակոծությունից ողջ մնացած անձը պետք է որ լուրջ վնասվածքներ ստանա, սակայն բացի դեմքի, գլխի եւ ոտքերի մակերեսային վնասվածքներից այլ լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Անհրաժեշտ է եղել միայն մի քանի կար։ Նա նշել է, որ Իրանի գերագույն առաջնորդը մարտի սկզբին դուրս է գրվել հիվանդանոցից։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին եւ միջուկային հարցերով գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը մեկնել են Դոհա բանակցությունների համար։ Հանդիպման նպատակն է քննարկել ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հնարավոր համաձայնագիրը, որը վերջ կդնի ընթացիկ հակամարտություններին։ Քննարկումների կենտրոնում են լինելու Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը եւ Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարների հարցը։ Պատվիրակության կազմում Դոհա է մեկնել նաեւ Իրանի կենտրոնական բանկի նախագահը։ Նրա նպատակն է վերջնական համաձայնագրի շրջանակներում հասնել Իրանի սառեցված ֆինանսական ակտիվների ապասառեցմանը։
Թեհրանը որևէ պարտավորություն չի ստանձնել միջուկային հարցի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ նախնական համաձայնության շրջանակներում։ Այն կդառնա առանձին բանակցությունների թեմա, հայտնել է իսնագործակալությունը հղում անելով բարձրաստիճան իրանցի դիվանագետի։ ԱՄՆ-ի հետ նախնական համաձայնագրի սևագիր տարբերակում միջուկային թեմատիկայի եւ բարձր հարստացված ուրանի վերաբերյալ որևէ պարտավորություն հակառակ կողմին չի տրվել։ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայել Բաղային հայտարարել է, որ հրադադարը նշանակում է հրադադար բոլոր ճակատներում եւ Լիբանանը բոլոր բանակցությունների ու համաձայնությունների անբաժանելի մասն է։ Նա նաև երախտագիտություն է հայտնել Թուրքիային, նշելով, որ որպես հարևան երկիր այն շատ արժեքավոր ներդրում է ունեցել այս գործընթացում։ Օդում 33615 դրոն կա։ Դրանք միաժամանակ բարձրացել են Չինաստանի հարավ-արևմտյան Սիչուան նահանգում գիշերային երկինք ու այն վերածել հսկայական թվային կտավի։ Կադրերում երևում է, թե ինչպես են դրոնները ձևավորել արևելքի 28 համաստեղությունները, ինչպես նաև պանդաներ, հսկայական խորհրդավոր լողացող կղզիներ եւ ոգեշնչող արտահայտություններ։ Այս տպավորիչ շոուն մեկ թռիչքի ընթացքում սահմանել է Գինեսի 3 առանձին ռեկորդ։ Ամենաշատ քանակությամբ դրոնների միաժամանակյա թռիչք մեկ միասնական խմբային կառավարման ներքո, ամենաշատ քանակությամբ դրոններով ստեղծված օդային պատկեր, ամենամեծ մակերեսով թռչող LED էկրան, ստեղծելով օդում կախված անհավանական 148561 քառակուսի մետր մակերեսով ճկուն էկրան։ 33,500-ից ավելի դրոնների աշխատանքը ղեկավարվել է հատուկ մշակված բարձր կայունությամբ տեղային ցանցի հաղորդակցման համակարգով։ Ազդանշանի հապաղումը կազմել է 20 միլիվայրկյանից էլ պակաս, ինչը թույլ է տվել կանխել դրոնների միջև ազդանշանների խանգարումներն ու բախումները։ Համակարգը նախագծված է եղել դիմանալու մինչև 6-րդ մակարդակի ուժգնության քամիների։